Պուտին մարդասպան, Լավրով մարդասպան։ Էլ ինչ պիտի լինի հայ ժողովրդի հետ 2020 թվականին տեղի ունեցածից հետո, 2022 թվականին տեղի ունեցածից հետո, 2023 թվականին տեղի ունեցածից հետո, որ մենք Պուտինի նման երաշխավոր չփրկվենք։ Ու հիմա մեր անելիքն է Պուտինի դաստա ենթարկել պարտության, այս իրենց կլիենտներին էլ ասել, հավաքվեք ռադիո։ Հեռացեք դավաճաններ, վաշխառուներ։ Դուք խաղաղապաներ չեք, դուք վաճառականներ եք։ Բայց ձեզ առաջարկում ենք խոսել են հարցերից, որ այս պահին ձեզ է հետաքրքրում։ Համար առաջինը որ խաղաղություն լինի, որ մեր փոքր եղբայրները գնան իրենց հայրենական պարտքը կատարեն եւ վերադառնան իրենց ողջ առողջ իրենց ծնողներին։ Պետությունը լինի ինքնիշխան, պետությունը լինի հզոր, ինքը որոշի իր անելիքը, ոչ թե ուղղորդվի։ Դրա համար իհարկե ահռելի աշխատանք կա անելու։ Մի կողմից դիվանագիտական աշխատանք պոտենցիալ դաշնակիցների հետ, գտնել նոր գործընկերներ, դաշնակիցներ հարավում, ծոցի երկրներում, արաբական աշխարհում, Հնդկաստանում, Եվրոպական միությունում, Եվրոպական միության առանձին երկրների հետ խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ստրատեգիական գործընկերության արդեն կնքված խարտիան կյանքի կոչել եւ այստեղ իհարկե ծայրաստիճան կարեւոր է հարևանների հետ փոխկապակցված հարաբերությունները կարգավորել, որքան հնարավոր է արագ, որքան հնարավոր է որակյալ, առանց մեր հիշողությունը որևէ կերպ ուրանալու, առանց մոռանալու մեր պատմությունը, բայց հարևանություն անելու եւ ապագային նայելու նպատակադրմամբ մեր պետությունը ոտքի կանգնեցնելու նպատակադրմամբ։ Մենք ուրիշի չպետք է մեր հույսը դնենք անվտանգության հարցում։ Այրի դուք չէիք մոտենա մեզ, եթե մենք ունենայինք այդ ընդհանուր պատկերացումները մեր երկրի զարգացման մասին։ Եթե համար շատ կարևոր է, երբ որ իմ պետության որևիցե մի հարցի շուրջ, պետությունների սեղանի շուրջ կատարում է ինչ-որ մի խոսույթ կամ խոսում են կամ ինչ-որ առնչվում են ինչ-որ մի բանի շուրջ, ինձ համար շատ կարևոր է, որ իմ երկրիս առաջնորդը կարող է խոսել, բարձրաձայնել, ոչ թե լռել կամ էլ ներկա չգտնվելով իր փոխարեն հարցեր լուծել։ Քրիմյան հայրիկի թղթե շերեփի Այո։ Ես գնացել եմ անձամբ Եվրոմիություն մտնելու համար ինչ ստորագրություն տվել եմ։ Այո։ Ես դրա համար անտարբեր չանցնելով ձեզ բարևեցի։ Ցանկությունը, իմ աջակցությունը, որ տվել եմ վաղվա իմ սերունդի համար։ Ես ուզում եմ, որպեսզի իմ սերունդս ու այս գեղեցիկ որ հիմա այստեղ մեր շուրջը պտտվում են այս բալիկները, իրենք ապրեն խաղաղ, ամենակարևորը ինքնիշխան, հզոր պետության հովանում, այդ դրա համար եմ ես։ Վստահ եղեք, մենք դրա համար ոչ մի միջոց չենք խնայի, ամեն ինչ կանենք, որ դա իրականություն դառնա։ Եվ շնորհակալ եմ։ Թող լինի խաղաղություն, այն ինչ որ գործ բռնել եք, թող Աստված կատարի։ Եվրաքվեի նախաձեռնություն արեցինք, ստորագրահավաք արեցինք Եվրամիության անդամ։ Եթե իշխանություն դուք եք ստորագրել, դուք եք մեր դասարանցի։ Դուք եք դասարանից եք։ Մենք կանգնացրինք այդ գործընթացը։ Ինչի իշխանությունը գնաց ընթառաջ եւ օրենք ընդունեց։ Որտեղ հասկացա, որ ժողովուրդը հետևում է այդ ստորագրության։ Եթե որևէ առաջարկ գա ազգային ժողով եւ այդ օրենքների նպատակը իրապես լինի մեր կյանքը ավելի լավացնելը, ավելի դյուրացնելը, ավելի զարգացնելը, որևէ իշխանություն պատճառ չունի, որ քննարկի այդ օրենքի նախագիծը։ Հետևաբար այստեղ խնդիրը քանակը չի, որակն է։ Դուք եք ճիշտ անում, եթե ընդդիմությունը կարողանա բռնուցք եղնի, բայց Անդե խոսում են մեկը 7 հոգի բերանին հագնում է։ Չեն թողում։ Շատ կարևոր է թե ով է խոսում։ Ես շատ հավանում եմ, հետևում եմ։ Ձեր գաղափարները, այն գիծը, որի մեջ դուք կաք։ Ու շատ ուզեմ դուք անցնեք ազգային ժողով, շատ։ Եվ հանրային տրամադրությունները ոնց եք գնահատում։ Հələ քիչ ճանաչված եք դուք ժողովրդի մեջ, ով որ ձեզ հետևում է, շատ լավ գիտի ձեզ, բայց ամեն մարդ հələ չի հասկանում դուք ինչ եք անում։ Ես կուզեի մեր ընտրողների գիտակցական մակարդակը այնքան բարձրանա, որ հասկանան դուք ինչ եք անում։ Եվրոպա տանելու հիմնական գիծը Եվրոմիության հետ հարաբերությունների լավարկում, անկախություն, պետականություն, հնարավորինս Ռուսաստանից
Դիստանցավորում։ դիստանցավորում, որը կստիպի Ռուսաստանին հարգել մեզ։ Իսկ եթե հարգի ավելի զգուշ կվարվի մեր հետ, կամ ծառա կամ թշնամի վիճակից դուրս կգանք, իրոք կդառնանք մենք բարեկամ։ Այո։ Իսկ բարեկամին արդեն կհարգի։ Հենց այլ ընտրանքներ ունենանք, կգա, Այլ ընտրանք չունենք, դրա համար մեզ ինքը չի համար հարգում, մեզ հիմա վախեցնում է, որովհետև սպառնում է։ մենք, հա, ես եմ որ կամ իզնից հեռու ոչ մի բան։ Էս է ինքը ասում, դրա համար չէ, ես շատ ճիշտ գծի վրա եք, շատ ճիշտ եք բանում։ Ճիշտ եք մեզ հասկացել, շատ ճիշտ եք հասկացել։ Դուք գիտեք, որ հիմա գնահատում եք մեր աշխատանքը ու գերազանց գնահատություն։ Այո։ Մենք մեզ լավ ենք զգում։ Մեզ դա պարտավոր է։ Դրա համար ես ձեր ընդեղ գտնելը, ազգային ժողովում գտնելը շատ կարևորում եմ, որպեսզի եվրոպական պետությունների հետ, արևմուտքի հետ բարելավեք մեր հարաբերությունները եւ օգնեք մեր պետությանը, որի արդյունքում մենք ունենանք արդեն անվտանգություն, պետություն, պետականություն, տնտեսություն, առողջապահություն, կրթություն, ամեն ինչ կգա այնտեղ, տեխնոլոգիաներ, ամեն ինչ այնտեղ է, բոլորս գիտենք։ Որպես ֆերմեր նաև Այո, գյուղատնտեսություն։ ինչու՞ չէ։ Ես կարծում եմ մեր ժողովուրդը այնքան խելոք է, խորքից նենց իմաստություն ունի, որ իր համար պետությունը, անկախությունը բացարձակ արժեք է, շատ զգուշ կեթա դրան մոտիկ ու իր ընտրությունը ճիշտ կանի, որպեսզի բացարձակ արժեքները մեր չվնասվեն։ Ես կարծում եմ այդ իմաստությունը մեր ժողովուրդը ունի։ Մեր ժողովուրդը շատ ինֆորմացված է, մանավանդ վերջին մի քանի տարին, նաև ինչու՞ չէ շնորհիվ ձեզ ու իր ճիշտ ընտրությունը կանի ինքը։ Արգարժան ժողովուրդը մեր ժողովուրդ։ Այո, շատ իմաստուն, անպայման կանցնեք ազգային ժողով։ Ես ձեզ սպասում եմ ազգային ժողովում։ Քվեարկիր համար 18-ին։